Երևանի տապալված կուռքերը, փառք աշխատանքին, բանվորի արձան, ապամոնտաժվել է 1997 թվականին մեկ գիշերվա ընթացքում, պաշտոնական պատճառն արձանի ոչ ամուր, իսկ ոչ պաշտոնական վարկածը այլևս ժամանակավրեպ լինելն էր։ Արձանի մնացորդները մինչ օրս գտնվում են թաղամասի գործարաններից մեկի տարածքում։ Ղուկաս Ղուկասյան, բոլշևիկ հեղափոխական գործիչ, 1990 թվականին անկախության շարժման օրերին, գիշերային ժամին պայթեցվել է անհայտ անձանց կողմից։ Սասունցի Դավիթ տեղադրվել է 1939 թվականին Սասնա Ծռեր էպոսի 1000-ամյա հոբելյանին։ 2 տարի անց քանդակը ոչնչացվում է, քանի որ մերկացրած ծրով հեծյալը նայում էր դեպի բարեկամ Թուրքիա։ Դավթի նոր արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականին։ Յոսիֆ Ստալին քանդակագործ Մերկուրովի Ստալինը ամենախոշորն էր Խորհրդային Միությունում։ Արձանն ապամոնտաժվեց Ստալինի մայիս տարիներ անց 1962 թվականին։ Դատարկ մնացած պատվանդանին 1967 թվականին կանգնեցվեց Մայր Հայաստան հուշարձանը Մեշադի Ազիզբեկով։ Արցախյան շարժման տարիներին կիսանդրին հեռացվեց եւ 1991 թվականին այնտեղ տեղադրվեց Անդրեյ Սախարովի կիսանդրին։ Վլադիմիր Լենին արձանը տեղադրվել է 1940 թվականին, ապամոնտաժվել 1991-ին։ Այժմ արձանի գլուխն ու մարմինը գտնվում են Ազգային պատկերասրահի բակում։ Կհանդիպենք։